Երկու օր առաջ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, թե 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները աճել են 2-ից ավել անգամ։ Եկեք նայենք, թե Փաշինյանը ինչի վրա է ծախսում այդ գումարները։ Երկու օրինակի վրա ցույց տանք։ Ուրեմն 2025 թվականին վարչապետի աշխատակազմի վրա նախատեսվում է ծախսել 22 միլիարդ դրամ։ 2017 թվականին կառավարության աշխատակազմեր այն ժամանակ կոչվում, կառավարության աշխատակազմի վրա ծախսվել է 2.2 միլիարդ դրամ։ Հիմա մարդիկ կասեն, կառավարման կարգ է փոխվել, այն ժամանակ նախագահական էր։ Եթե այդպես դիտարկենք, ապա նախագահի աշխատակազմի ծախսերը 2017 թվականին եղել են 3.2 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ 2017 թվականին նախագահի և կառավարության աշխատակազմերի ծախսերը եղել են 5.5 միլիարդ դրամ։ Իսկ կրկնում եմ, 2025 թվականին, այսինքն այս տարի, վարչապետի աշխատակազմի ծախսերը կազմում են 22 միլիարդ դրամ, այսինքն գումարային 17-ի համեմատ նախագահի և կառավարության աշխատակազմի ծախսերը, եթե գումարենք էլ 4 և ավել անգամ, վարչապետի աշխատակազմի ծախսերը աճել են, իսկ նախագահի աշխատակազմի ծախսերը ներկայում կազմում են 1.7 միլիարդ դրամ, այսինքն ներկայում վարչապետի և նախագահի աշխատակազմերի վրա ծախսվում է շուրջ 24 միլիարդ դրամ, նախորդի համեմատ 6 անգամ ավելի գումար է ծախսվում, 5 անգամ ավելի գումար է ծախսվում, 5-ից 6 անգամ ավելի գումար։ Մի ուրիշ օրինակ բերեմ, ազգային անվտանգության ծառայության վրա 2017 թվականին ծախսվել է 20 միլիարդ դրամ, 2025 թվականին ազգային անվտանգության ծառայության վրա նախատեսվում է ծախսել, ուշադրություն, 3 անգամ ավել գումար, 61 միլիարդ դրամ։ Թե ինչքանով է լավ աշխատում պետական կառավարման համակարգը, ինչպես պնդում էր Փաշինյանը իր կառավարության ելույթում, որ ասում էր կրկնակի անգամ լավ են աշխատում, դատենք արդյունքներով։ 2017 թվականին մենք չունեինք օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից, մենք չունեինք կորսված տարածքներ, իսկ ազգային անվտանգության ծառայությունը 20 միլիարդով էր բավարարվում, իսկ հիմա այդ ամեն ինչը ճշմարտություն է, առկա է ցավոք, ազգային անվտանգության ծառայության վրա ծախսվում է 61 միլիարդ դրամ, իսկ ազգային անվտանգության ծառայությունը զբաղված է հոգևորականներ ձերբակալել կալանավորելով։ Իսկ վարչապետի աշխատակազմի արդյունավետության գործունեության մասին կարծում եմ կարող է դուք ինքներդ շատ լավ գիտեք, տեսնում եք այդ ճակերտավոր արդյունքները և հետևաբար ես չեմ թվարկի։ Եղեք տեղեկացված,